Այս ահաբեկչության ծրագիրը միայն կարող էր անել Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովրդին խորապես ատող մարդը կամ հարույթը։ Եվ դա պատահական էլ չի, որովհետև այդ հրապարակված ձայնագրությունների մեջ այդ մարդն ասում է, այս ազգը խորը անասուն ազգ է։ Հիմա հարց, հարգելի ընդդիմադիրներ, դուք ձեզ դասում եք այդ խորը անասուն ազգի մեջ։ Բագրատ Գալստանյանը ձեզ նկատի ունի, թե չունի։ Միայն հայ ժողովրդին խորը անասուն ազգ համարող մարդը եւ խումբը կարող է ծրագրել Հայաստանում քաղաքում ավտոբուսներ հրկիզելով, ստեղծել քաոս եւ այդ քաոսի վրա հասնել սեփական ճղճիմ քաղաքական նպատակներին։ Այն բանը գահերի խաղի մեջ Little Finger-ը, որ ասում է քաոսը սանդուղք կա, որի վրայով կարելի է բարձրանալ եւ տիրանալ իշխանությանը։ Հիմա ձեզ համար քաոսը սանդուղք կա, սիրելի հարգելի գործընկերներ, որ այսօր եկել եք այստեղ խոսում եք հեծից, պետությունից, ժողովրդից, դուք ընդամենը տերորիզմի մեյքափն եք նստած այդտեղ, Տիկին Գրիգորյան, եւ դուք բոլորը տերորիզմի մեյքափն եք դուք, որտես գալիս եք այստեղ բան եք անում, Բագրատ Գալստանյանի բեք վոկալն եք, հիմա էլ դարել եք տերորիզմի մեյքափը, բայց դուք պիտի պատասխանեք հարցերի, այդ որ ասում է մեռնել կամ մերցնել, ձեր քաղաքական թիմակիցը, ձեր հովանավորյալը, դուք դրա մեջ ինչ բաժնեմաս ունեք։